Գործընկերներ, քննարկում ենք պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին, այսինքն մեր հայրենակիցների առօրյա ամենակարևոր ոլորտին կյանքի առնչվող տիրույթն է, որովհետև եթե չկա արդարություն, եթե չկա արդարադատություն, եկեք համաձայնվենք, որ ուրեմն չկա ոչինչ։ Նախքան կոնկրետ խնդիրներին անդրադառնալուն եւ լուծումներ առաջարկելուն լսեցի մի քանի միտք ընդհուպ մինչև փաստորեն մեր կրծքանշանին վերաբերող եւ համեմատականը տարվում էր քարտեզի հետ։ Գործընկերներ, Արարատ Սարի վերաբերյալ մի հատ քարտեզից մի քիչ խնդրում եմ վերև նայեք։ Շնորհակալ եմ։ Տեսակ Արարատ Սարը, շնորհակալ եմ։ Այն համայն հայության սիմվոլն է։ Մի կռվեք Արարատ Սարի հետ։ Սա մեր բիբլիական, պատմական, արժեքային սարն է։ Այդտեղ վեճ չկա իդեպ, մի անհանգստացեք, դրա համար դա եկեք չվկայակոչենք։ Մյուս հանգամանքը, ես ոնց հասկացա, ավաղ պարոն Ռուբինյանը ներկա չէ, բայց երևի թե Նարեկ Կարապետյանի Երևան քաղաքից մեկնելու հետ կապված ճանապարհային քարտեզը, որը առաջարկվում էր ընդհուպ մինչև Թուրքիայի մասով, երևի թե պարոն Ռուբինյանի կատարած աշխատանքին քննադատություն կար, որ սահմանը դեռ բացված չէր։ Թեև Նարեկը Կարապետյան լուծում առաջարկում էր Վրաստանով մի մեխանիզմ կգտնեինք, բայց փաստորեն պարոն Ռուբինյանի աշխատանքը լավ չգնահատվեց, բայց բոլոր դեպքերում մի կարևոր հանգամանք բացահայտեմ, Նարեկ Կարապետյանը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից է, ով ընտրություններին հաջորդ օրը առանց որևէ մեղադրանքի, առանց որևէ քրեական գործի բախվում ենք արդեն պետաիրավական ոլորտին։ Իր սահմանը հատելու հնարավորությունը սահմանափակվել էր։ Ոնց էր սահմանափակվել։ Օրինակ իրավաբանները, մեր այն հայրենակիցները, ում իրավագիտակցությունը բարձր է գնահատում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, հստակ գիտեն, սահմանը հատելու, սահմանափակում կիրառելու համար պետք է լինի քրեական գործ, պետք է լինի մեղադրանք, դրանից հետո քննիչի կողմից կայացված խափանման միջոցի վերաբերյալ որոշում։ Դրանցից ոչ մեկը չկա, բայց Նարեկ Կարապետյանի դեպքում սահմանահատման սահմանափակումը կա։ Եվ եկեք ընդհանրապես խոսենք քաղբանտարկյալների մասին։ Լավ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, իմացեք, Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ մեկ մարդ, նույնիսկ ձեր ամենամեծ համակիրը քաղաքացիական պայմանագիր խմբակցության գործընկերներ, որ օրինակ 1% անգամ կասկած ունի, որ Սամվել Կարապետյանը ապօրինի է կալանավորվել եւ կալանավորվել է, քանի որ Facebook-ում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ցուցում տվեց։ Այսինքն դուք կարող եք ասել, որ ձեր ելույթները, որոնք դուք ունենում եք, ԱԺ-ից դուրս իդեպ, եթե մեկնաբանվի այնպես ինչպես Սամվել Կարապետյանի դեպքում քննիչը, դատախազը, ընդհուպ մինչև գլխավոր դատախազներ այդպես մեկնաբանում, դուք քրեական գործերով պետք է ամեն օր անցնելուց լինեք։ Ասելա մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Ձեր պետաիրավականի քննչական մարմինը, դատախազությունը, այնուհետև դատարանները գտել են, որ սա իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է։ Պատկերացրեցիք, հիմա ես ասում եմ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Զգում եք, չէ՞, ոնց է կոչը գալի իշխանությունը բռնությամբ զավթելու։ Բայց հիմա եկեք ավելի հետաքրքիր հանգամանք բացահայտենք։ Սամվել Կարապետյանը բացառապես այս հոդվածով, որն իդեպ միջին ծանրության է։ Պատկերացնում եք, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր, որ պետք է ունենանք այլընտրանքային խափանման միջոցներ, որ կալանքը չպետք է լինի միակ խափանման միջոցը։ Այս մեղադրանքը միջին ծանրության է։ Եվ Սամվել Կարապետյանի նկատմամբ միայն կալանքն է կիրառվել։ Միայն։ Լավ, սա նորմալ է, ժողովուրդ ջան։ Նորմալ չի, ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, բայց սա է այն իրականությունը։ Բայց եկեք նաև դատաիրավական բարեփոխումների մարմնավորման դետալը բացահայտենք, որով 8-րդ գումարման ազգային ժողովը պետք է լինի հպարտ։ Դա Արմեն Դանիելյանն է։ Վերաքննիչ քրեական դատարանի ամենահայտնի դատավորը, որը իդեպ բազմաթիվ քաղաքական բանտարկյալների են, որ դուք էլ եք համաձայն, համարեք ես էլ եմ համաձայն, իրանց գործերով բոլորին կամ կալանքի տակապահ է, կամ մեղադրական դատավճիռները անփոփոխաթող է, կամ հենց ինքն է կայացրել նման բեկանող որոշում։ Դուք իրան տարել եք վճռաբեկ դատարան,
Ինքը 2003 թվականից վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է եղել։ Ոչ մի առաջընթաց չի ունեցել, ոչ էլ հեռացվել է դատական համակարգից, ինչը ցավով եմ ընդգծում։ Բայց դուք իրան առաջ խաղացում եք տվել, այսինքն ձեր դատական բարեփոխումների ծրագիրը կոչվում է Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխում։ Դուք ի վերջո մնացական Մարտիրոսյանին 8 տարվա մեջ, դուք 8 տարի իշխանություն եք, թիվ 1 պատասխանատուն եք դատական համակարգի, դուք իրան առաջ խաղացում եք տվել, առաջ խաղացում դատարանի նախագահ եք դուք տեսնում մնացական Մարտիրոսյանին, դուք իդեպ Մասիս Մելքոնյանին, արդեն անդրադառնում ենք իմ հարցերին, Մասիս Մելքոնյանը, որը Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության կարկառուն ներկայացուցիչն էր, ուղարկել եք դատական համակարգ, առանց որևէ մի ընդմիջման, ընդհատման։ Իդեպ գիտեք ինքն էլ ինչ էր ասում էր ես հենց երդվեցի, որ դատավոր եմ, սաղ մոռացա։ Այն քաղաքական ինչ կաշկանդվածություն ունի, սաղ մոռացա։ Դուք խոսում եք հանրապետության նախագահ ինստիտուտի նկատմամբ հարգանքի մասին, բայց տեսեք ինչ ձետալ կա։ Հանրապետության նախագահ Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի, ինչի չի ստորագրել եւ այլն։ Դուք ի վերջո նաեւ այն ազգային ժողովի 8-րդ գումարման, այսպես ասած ազգային ժողովի աշխատանքներին մասնակցող գործընկերներին ասեմ, դուք նաև Արտակ Զեյնալյանին ընտրել եք որպես ՍԴ դատավոր, իմանալով, որ այն որ խոսում էինք Երևան քաղաքի ավականու ընտրություններ, բա ինքը այնտեղ էր, հանրապետություն կուսակցությունից։ Դուք իրան ուղարկել եք սահմանադրական դատարան, դուք Վլադիմիր Վարդանյանին, ով այստեղ էր նստում, ձեր հետ ՔՊ-ի, նաև ձեր կուսակցական գործընկերն էր, մի քանի ամիս առաջ ուղարկեցիք սահմանադրական դատարան, նույնը Վահագն Հովակիմյանի վերաբերյալ։ Լավ, իրականում Հայաստանում ուրիշ կադրային բազա չկա, պետք է լինի կամ Արմենը Դանիելյան, կամ Մասիսը Մելքոնյան, կամ մնացականը Մարտիրոսյան։ Իդեպ շատ հետաքրքիր հանգամանք էլի նշեմ, օրինակ ձեզ արդյոք չի անհանգստացնում դատաիրավական բարեփոխումների տեսանկյունից, որ սրբազանների դեպքում կալանքի որոշումները միշտ կայացնում է Մասիս Մելքոնյանը։ Դուք տեսնում եք Facebook-ում ինչ աստիճան տիկին Ջուլակյանի ասած դատական ակտերի կանխատեսելիություն կա։ Իրապես դատական ակտերի կանխատեսելիություն, սա շատ վատ բան է, սիրելի հայրենակիցներ։ Հիմա կոնկրետ մի քանի լուծում էլի առաջարկեմ։ Պատկերացրեք միջին ծանրության հանցանքի մեջ մեղադրվող անձ, ով նախկինում երբևէ արատավորված չի եղել ու չկա ոչ մի կոնկրետ տվյալ, որ ինքը կթաքնվի, կխոչընդոտի կամ նոր հանցանք կկատարի։ Եկեք քրդատ օրենսգրքում ամրագրենք, կալանք չեք կարա տանեք այդ դեպքում։ Տարեք տնային կալանք։ Մենք գիտակցում ենք, չէ՞ որ խափանման միջոցը պատիժ չի։ Կամ եկեք արձանագրենք, որ դա պատիժ է, որ դա զենքն է քաղաքական իշխանության։ Նայեք, կոնկրետ լուծում եմ առաջարկում։ Մյուսը, դուք գիտեք, չէ՞ որ քրեակատարողական հիմնարկներում վստահ եմ падգամավորներ կան, որ ծանոթ ունեն, հերրու ծանոթ ունեն կամ մոտիկ ծանոթ ունեն, ով որ եղել է ՔԿՀ-ում։ Պահման պայմաններից դուք տեղյակ եք, չէ՞, հարգելի գործընկերներ։ Դուք որ պատկերացնեք միջազգային փորձում, իմ գործերից մեկի առանց անուն նշելու բացահայտում անեմ։ Պատկերացրեք անձը գտնվում էր Գերմանիայում, քրեակատարողական հիմնարկում ՀՀ քաղաքացի, ում պետք է հանձնեին ԱՄՆ իշխանություններին։ Չհանձնեցին, գիտեք ինչ հիմնավորմամբ, որ ԱՄՆ համապատասխան նահանգի քրեակատարողական հիմնարկում հովացման համակարգը պատշաճ չի աշխատում։ Հովացման համակարգը պատշաճ չաշխատելու համար դա համարվել է անմարդկային վերաբերմունքի ռիսկ, չեն հանձնել։ Դուք գիտեք Հայաստանի ՔԿՀ-ներում ինչա հիմա կատարվում։ Օրինակ Երևան կենտրոն ՔԿՀ-ում, Արմավիր ՔԿՀ-ում, Նուբարաշեն ՔԿՀ-ում, Արթիկ ՔԿՀ-ում եւ շարունակ։ Երբ խոսում են քաղ բանտարկյալների մասին, գործընկերներ, եթե մարդուն սխալ կալանավորում են, ու դու տեսնում ես այդտեղ չարամիտ նպատակ, ինքը քաղ բանտարկյալ է։ Հիմա Մխիթարյան Ռուբենի դեպքում նորից ենք ասում, սա ցայտուն օրինակ է, պատկերացրեք, եղել է քննիչ, եղել է դատախազ, եղել է առաջին ացյանի դատավոր, ով ասել է ինքը պետքա կալանավորվի։ Բայց վերաքննիչի մի հատ դատավոր, որ այստեղ ներկա падգամավորներից մեկը իր դատական ակտը քննադատում էր, ասել է չէ, Ռուբեն Մխիթարյանին չպետք է կալանավորել։ Ու այդ դատավորը ճիշտ է եղել։ Չնայած դուք որևէ մի դեպքում դատավորներին իրական անկախության ազդակ չեք փոխանցում։
Վերաքննիչ վարչական դատարանի վերաբերյալ կոնկրետ լուծում եմ ուզում առաջարկել, ներողություն եմ խնդրում 30 վայրկյան խոսքս ավելացնեմ։ Վերաքննիչ վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը պայմանավորված է մեկ հանգամանքով։ Դա պետական մարմինների բողոքարկումներն են։ Եկեք քաղաքական կամք ցուցաբերվի, կոնկրետ առաջարկ ներկայացվի վարչական մարմիններին, մինչև X թիվ տուգանքին վերաբերող որոշումներով թող հրաժարվեն իրենց վերաքննիչ բողոքներից։ Դրանից որևէ մի արդարադատության դեֆիցիտ չի լինի։ Ես գիտեմ այն օրենսդրական նախաձեռնությունը, որը ի վերջո ընդունվեց, բայց դա վերաքննիչ վարչականին դեռ չի բեռնաթափել։ Եկեք այդ ուղիղ առաջարկը ազդակը տանք, որ մեր հայրենակիցների վարչական դատարանում որոգայթի մեջ հայտնվելը դադարեցվի։ Ամփոփելով խոսքս, որ պատկերացնեք, եթե հիմա ձեզանից որևէ մեկը, ձեր մտերիմներից որևէ մեկը վերաքննիչ բողոք ներկայացնի, այն կքննվի շատ սեղմ ժամկետում։ Առաջին դատական նիստը նշանակվելու է 2028 թվականի նոյեմբերին։ Կարող եք ճշտել այս պնդումս։ Շնորհակալ եմ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա Ալխազ Ղազարյանը։ Համեցեք։